Սասնա ծռեր, Բ հատոր, մասն երկրորդ, խմբագրեց ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը, աշխատակցությամբ պրոֆեսոր Կարապետ Մելիք Օհանջանյանի։ ԺԲ պատում, Դավիթ և Մհեր, կամ Սասնա ծռեր, պատմեց Քյավառցի Սարգիս Հակոբյանը, գրի է առնված 1903 թվականին։ Մհեր Դավթի մահից հետո Ցռան Վեկոյի տղեկ ընտեր դառան ընդոր թախտին ու տորով կառավարեցին ընդոր երկիրը։ Ցռան Վեկոն Դավթի քերին էր, կապրեր Սասունի մեջ, ուներ օխտը տղա։ Դավթի մահից հետո Թորոսն երթում կերավ սաղ ժողովրդի առաջ, որ ուր սուրը իսկի խնից թուշ չպիտի հանա։ Անցավ 20 տարի։ Թորոսն մի օր ասեց. «Բա Աստված Ղաբուլ կենա, որ մեր թագավորի որդին ապրի հեռու ուր երկրից ու չիմանա ուր երկրի տեղն։ Չէ որ ենլե հոր նման ուր ժողովրդի խերն ու շարը պտի իմանա, ուր ժողովրդին օգնութեն գա։ Եկեք գտնենք ընդոր ու կանչենք գա, ուր պապական թախտին նստի»։ Ժողովուրդը հավնան Թորոսի ըսածնին ու ղրկեցին Թորոսին ու Ցենով Օհանին, որ Դավթի տղեն բերեն Սասուն։ Հնդոնք ելան ճամփա ընկան տպա կապուտ կող։ Կապուտ կողոր հասան եկան Մհերի տատի մոտ ու ուսեցին. «Եկերինք Մհերին տանենք»։ Տատը ուզեց խափի, հնդոնց ասեց. «Ես 12 տարի է ինչ Մհերը մեռերա»։ Էնի չուզեր Մհերին տա։ Մհերը 12 տարեկանից սկսած մե բերթի նման կկայներ կապուտ կողի թշնամի թագավորների դեմ ու ընդոնց չթողներ ոտ տնեն կապուտ կող։ Ուրան Մհերին լե հայտնի չէր, թե ինքը Դավթի որդին է։ Իրիկվան Մհերը պտի Ավղուշից տուն գար։ Տատը հրամայեց Մհերին տանեն մե ուրիշ հեռուտեղ, որ Թորոսն ու Ցենով Օհանն չտեսնեն նրան։ Մի քանի մենձամենձներ տարան հեռացրին Մհերին ու ընդոր մե լավ խմցուցին, որ թմրի ու չիմանա, ընչի համար ուրան հեռացրին տատից։ Մհերը քեֆով ցավ, գլոխը կորցրեց ու մեկնվեց գետնի վրա։ Խմեցրին, տատի հրամանով պինդ կապոտեցին Մհերի ձեռու ոտը, որ չեղնի, թե դուս իկա ու քերիների աչքին երևա։ Թորոսն գլխին կա, որ տատը կխապա ուրան, ու ասեց, որ չցանա խոսքը, չխապա ուրան։ Հիմա տատը Թորոսի խոսքը ոչ կլսեր ու ոչ լեբանի տեղ կդներ։ Աստուց հետո Թորոսն ասեց Ցենով Օհանին. «Էլ տանիքն ու զիլ բորա Մհերին»։ Օհանի ձենն ենքան զիլ էր, որ 100 վերստի վրա կլսվեր։ Ցենով Օհանն ելավ տանիքն ու ենմալ մե զիլ ձենով կանչեց Մհերին, օրենի լսեց ձենը զարթնեց ու տեսավ, որ ինքը կապկպված է, կատղեց, կտոր երավ զնչիլներն ու եբ կուզեր դուսելնի, մենձամենձներն չթողին։ Մհերն էսօր տեսավ, մեմե սիլլա կպծուց ընտոնք ցած կլորվան ու ինքն դուս եկավ ելավ տանիքն։ Թորոսն ու Ցենով Օհանը ճանչցան ընդոր, կրկեցին ու պատմեցին, թե որնին ուրանք։ Մհերն ուրախութենից լաց եղավ, ուզեց եթալ ուր հերական երկիրը։ Պատրաստվեցին ու ճամփա ընկան։ Այսօր իմացան մեկ էլ թագավորները պահանջեցին մատղավանքի վանահորից, որ ուրանց իմաց տա, երբ Մհերը ուր մոտ գա, կամ թե վանքի մոտով ընցնի։ Ընդոնց միտքնեն էր, որ փակեն կտրեն Մհերի ճամփեն չունքի, որ հաստատ գինեն, որ Մհերն ճամփու վրա է ու կռվու անպատրաստ։ Մհերի ճամփեն վանքի մոտովն է։ Երբ Մհերն ու քերին մեշեն մտան, տեսան, որ հար երդա փետե պատեր են դրե ուրանց առջև։ Ես երեր են ընդոր համար, որ Մհերն այդ պատերուց ուր ճամփեն մաքրելուց բեզրի ու վանքը իշնի դինջնա։ Ես հմեն թալակները վանահոր սարքացներ։ Մհերն է սաղ պատերն խանդելով առաջ գետեր։ Թորոսն ու Ցենով Օհանն է հետևից նորեն կշինեին պատերը։ Այսպես չարչարվելով, ընդոնք օղ տորվա մեջ անճաղ վանքն հասան։
Ինչ երած, որ վանքն շատ մոտիկ էր կապուտ կողին, եղած չեղածն մի 50 վերս ճամպա էր վանքի ու կապուտ կողի արանքն։ Վանահերն ընդոնց մեջ ջոջոթախ տվեց որ քնեն ու հետո լե գողտու վրազ իմաց տվեց օղտ թակավորներուն։ Մհերն ծերով օհանն ու կերիթորոս ուրանց իրիկվա հացը կերան ու պարկան ուրանց սովորութենով օղտ նոր քնեն։ Օղտ նորեն հետո թորոսն բիրադրնեն շուտ զարթնեց ու տեսա որ բազում խոշուն փաթերավանքը, սաղ լե սիվտակ շապքներ հակած, հանդոնք ուրանց երկը քաշին ու կսին մուղա թոլուն գյավուր օղլան խաչմասն, յանի թե մուղա թեղեք որ գյավուրի տղեն չփախնի։ Թորոս նորես հմենը տեսավ ու լսավ հասկացավ ու մհերին զարթնեցրեց։ Մհերը հմաչ զարթնավ, թորոս նոր տեսավ, թե մհերն չելնի քնած տեղեն, վերցուց քյալպաթին ու սկսեց օլրել էստոր ոտի թաթն։ Ես ժամանակ նոր մհերը բացեց աչքերն ու ինքն ուրան մրթմրթաց, հնչի համար կխանգարեք ինձ քնեմ։ Թորոսն ինդոր մրթմրթոցին պատասխան տվեց, ախր մե պատուհան նիրիշկա ուտես, թե մենք թշնամու ինչքան խոշունով փակված ինք։ Մհերն իրիշկաց տեսավ ասեց քերի, մենք լե արի փոխենք մեր շորերն ու ընդոնց ըսածներ նսենք, մտնենք մեջները նշան տանք, յանի թե ուրանցից ինք ու էսմալ դուս կանք միջներից, փախնինք պրծնինք։ Թորոսն համացայնվավ ու ենմալ լերեց, դուս եկան թշնամու միջից ու ընկան ուրանց ճամպեն։ Երբ որ հեռացան թշնամուց, մհերն ուզեց ուր տղամարդութենը նշան ստա ասեց, քերի, ես պտի ետ դառնամ ու նշան ստամենոնց սուրբ նշանի զորութեն նոր դու բերերի սնցի հմար։ Քերու աղաչանքներն չկրցան մհերին ետ պահեն։ Ետ դարձավ ու բորած, ով դու սուրբ նշան, ցույց տուր ընձի ու են կռապաշտներուն քու զորութենն։ Ես օրսեց, վրա պրծավ թշնամիներուն ջարդեց, քչերն ազատվան։ Թորոսն էսօր տեսավ, ուր երանդ լե եկավ, քաշեց, քոքա ներեց մեծար, դրեց թևին ու վազեց օգնի մհերին։ Ենի ես ծառն քոքան էր ավնդուր համար, որ չուզեց են ուր երթումը կոտրի թուրն ծերն առնի։ Մհեր նոր տեսավ հարցուց քերի էդ ինչ կենես դու, հնչի էդ քոքահաներատ ծառով կկրվիս։ Բան չմենի լաո, ախր կտենամ որ դու կալի մեջ խորոմներ աշան ենելուս, քյուլաշը ցակ ու ցրիվ գիտաս, ես լե հապներն վրա կգցեմ։ Աստուց հետո մհերն ետ դարձավ վանքն ու մեծ ձեռով բան սրցուց վանքի սունն, մեկ էլ ձեռով բռնեց վանահոր բրչմից ու ընտոր գլոխն դրեց սանտակն, սունն բաց թողեց վր գլխուն ու ասեց, ես վանքի անուն լե մատղավանք չպտի եղնի աստուց հետո, պտի եղնի մատնավանք, քանի որ վանահերը մատնութեն երեց։ Աստուց հետո ընդոնք ենմալ խաղաղ ու դինչ գնացին ուրանց ճամպեն։ Ժողովուրդը ուրախ զվարթ ընդունեց մհերին, հմա ցռան վեկոյի տղեկն սկսան նախանձել։ Մհերն կմտածեր, թե մի օր պտի ցռան վեկոյի տղեկն ուրանց հոր հետ ուրան հանձնեն ուր հերական թախտն։ Ընդոնք չուզեցին թախտն ձեռից տան, մհերն ասեց Թորոսին, ախր հնչի համար թախտն ընձի չնի տա։ Մեզ սպասա, ասեց Թորոսն, ժամանակն կիքա ու կտենան ընտոնք, որ թախտի իրավունքն ուրանցը չէ ու կիտան քզի։ Մհերը հուսը դրեց ես բանին ու երկար սպասեց։ Հմա եբ տեսա, որ կակղութենով բան դուս չի գա, սկսեց դիպչել ընդոնց, ձեռներեն ավը կխլեր, ին նոր էսմալ չարչրեց ընդոնց։ Վեկոն եբ իմացավ ես բանն հրամայեց ավը ձեռից չտան ու ասեց եբ մեկ լեենի էտ մալ բան ենա, տվեք ու տեղն ու տեղը սպանեք ընդոր ու էսմալ ազատեք ենտոր ձեռից յախաներս։
Մեկ էլ օրը Մհեր նոր գնաց ընդոտ ձեռից ավը խլի, ընդոն կսին էй, թե կուզիս կյանքդ խնայես հեռու կաց մզնից։ Մհերն ծիծղաց ու մոտ գնաց։ Աղբերներն խոսքերն մեկերած վրա թափվեցին, որ սպանեն ձեռը դարդակ Մհերին։ Մհերը քոքահան երեց ուր դիմացի ծառն ու մե դրբով բիրատնուն գետին փռեց։ Հետո վերցուց կիսամեր չանդկներն, կապեց ծառից, տարավ քցեց մի նեղ ձոր ու հանգիստ գնաց ուր քերի Թորոսի մոտ ու պատմեց ամենը։ Թորոսն հարցուց. «Դրուստ որ սպանիրի սնդոնց»։ Մհերն ասեց. «Չեմ սպանի մինակ մեքի չանակ երի հետներն ու ավնարա ձեռներուց»։ Թորոսն չհավատաց, վերցուց հետը մի քանի մարդ ու գնաց են նեղ ձորը։ Այստեղ գտավ ընդոնց ծառից կապած, արցկեց ու ետ տուն եկավ։ Մհերի հերսն ելավ, երբ տեսավ քերուն պահանջեց օրենի են Սահաթին թախտն ուրան հանձնա, հմա Թորոսն էլի հանգստացուց Մհերին ասեց. «Շուտով հմեն մի բան լավ կեղնի»։ Մհերն մտածեց. «Ախր ինչ մի բան։ Եսի դա 3 ամիս այդ քերի Թորոսն մեգլուխ են ասում, լավ կեղնի, հա լավ կեղնի, բա ուր է այդ լավ կեղնին»։ Այստեղ ենի համոզվեց, որ Թորոսն ուժ չունի ընդոնցից զորով թախտն առնի ու ոչ լե ուրան կթողա խլի հորական թախտը։ Զահլեն գնաց էսմալ բաներուց ու ձին թամքեց, հեծավ, դուս եկավ Սասունից, ինք լե չգիտեր դորն է թա։ Մեկի ճոր առաջ գնաց, տեսա որ ճամպեն ընկերա խալին մեշի մեջ ու ծառերն ստեղ կխանգարեն ուրան առեջ է թա։ Էստոր հմար լե չարթեց ծառերն ու շարունակեց ուր ճամպեն։ Էսմալ գնաց չուրի առավոտ, երբ ռաստ եկավ մի եկքա քարափի։ Ես քարափը պինդ կապել էր ընդոր ճամպեն։ Մհեր չեր ուզի ետ դառնա, հմա առեջ գնալ է անհնար էր։ Երկար մտածեց իմալ դուս գայես դրութենից, բիրդան տեսավ քարափի կողքը մի աղվես։ Ես աղվեսն ուրան տեսնելուն պես փախավ ու ինքը հրոպեի մեջ բարձրացավ քարափի գլոխն։ Մհերն էն հրոպեին գնաց են կողմով։ Քարափի գլխից տեսավ մի թագավորական քաղաք ու շատ ուր խցավ։ Շարունակեց ուր ճամպեն ու կանգ առավ մեզ շատ սիրուն մաղարի առաջ ու ցած իջավ դինջնա։ 5 րոպե անցնելուց հետո տեսավ մի մարալ, որ լիզուն դուս գցած դպա ուր կողմն կվազներ։ Մհերը նետ ու աղեղն գցեց ու սպանեց ընդոր, կրակ երեց ու սկսեց խորովի օրուտի։ Մեկ լե հայտնվան 20-ից ավելի ձիավորներ, ըստոնք դուս դպա ուրան կիքեն ու կքֆրեն, որ համարցակվել է թագավորի մարալն սպանի։ Էդ մարալին կքֆրեն կսեն մենակ թագավորն սպանելու իրավունք ունի։ Մհերն ուրան կեռի տեղ դրեց ու այնպես ձևացավ, թե ըսկի մի բան չլսա ու խնդրվավ ընդոնց որ ուր մոտ կան։ Երբ ընդոնք մոտեցան, Մհերն վեր կացավ ու բռնեց ընդոնց երուց մեկի պոչից, սկսավ ըստով հմենուն զարկել սպանել, մեկը մենակ ազատվեց ու փախավ։ Մհերն սկսեց ուր խորովածն ուտել, մեկ լե տեսավ, որ 50 ձիավոր կիքան ուր վրեն քուֆրով, որ համարցակվել է սպանել ուրանց թագավորի մարալին։ Ըստոնք քուֆրի մեջ ուրան կհիշեն, թե Մհերը Սասնա ծռի տղենա։ Ես բաներն որ լսեց Մհերն էլ չհամբերեց, հեծավ ձին, գլոխն թողեց ընդոնց կողմն ու կես սահատվա մեջ բիրատնուն կոտորեց մեկը թողեց։ Ես մեկն ինքը թագավորն էր, որ ազատվեց ու կփախներ ուր մայրաքաղաքն։ Մհերը հասավ ընդոր հետևից, բռնեց ու երբ կուզերը սպանի, թագավորն աղաչեց. «Մհեր, ընձի մի սպանի, ես թագավորն եմ, ունիմ գոհար անունով մի աղջիկ քզիկնիկ գիտամ»։ Մհերն բաց թողեց թագավորին ու ասեց. «Քաղքին մոտիկ ինձի համար չադր զարկեք»։
Գնաց մհերն թագավորի մոտ ու մելավ ճաշեց, պառկեց քնեց։ Գոհարը տեսավ, որ հերն վախից կդողա, հարցուց պատճառը։ Հերն պատմեց սաղ եղելութենն ու վերջն լեսեց, որ ուրան պտի տա մհերին։ Գոհարը ստեղ ոչ մի բան չսեց ու բանցրացավ, որ պալկոնը տեսավ, որ մհերը չադրի տակ քնած է։ Չադրը պստիկ էր, ընդոր ոտները չուրի չոքերն արևուտեմն էր։ Վախեցավ, թե չեղնի արևն զարկա մհերին, փոխեց ուր շորերն, տղամարդու շորեր հագավ ու գնաց դպա չադրը։ Աստեղ սիրտը ցավեց մհերի վրեն ու բորած. «Մհեր, մհերը զգուշ կաց, աստեղ սասնա արևը չի, հալեպի արևն է, քզի կզարկա»։ Մհերն ասեց. ես ինչ ենեմ, որ չադրը պստիկ է։ Պստիկ չի, ասեց Գոհարն, ջոջա, մեխնեն է, որ դու ազնահուրի ջան ունիս։ Թող որ դինչ քնեմ, ասեց մհերն։ Ել, ես թագավորի որդին իմ, պտի քզի փորձեմ ու իմանամ, թե դու արժանի ես իմ քրոջը։ Դու կարող ես փորձել իմ ճարպիկութենն ու ուժը, ասեց մհերն։ Գոհարն բռնեց ուր ձեռի մատնիկն ու ասեց. բա մի փորձատենամ, թե կանաս ես մատնքի ծակով քունետ ու անեղն անցկացնի։ Մհերն համաձայնեց ու դուզ մատնքի ծակով նուրնետը գցեց անցկացրեց։ Գոհարն ստեղ զարմացավ ու ասեց. դու արժանի ես Գոհարի մարդն եղնիս, հմա էլի կսեմ, արևից զգուշ կաց։ Ասեց, գնաց ու ղրկեց մի չադիր լե, որ զարկեն մհերի ոտների վրեն։ Աստեղ մհերը գլխի ընկավ, որ ենի թագավորի տղեն չէր, աղջիկն էր, ինքը Գոհարն էր։ Մի քանի ժամանակից հետո, երբ թագավորի որդիները հիմացան բանի եղելութենն, ասեցին հորն. օխտը թագավոր ու զնկան եկան Գոհարին ու մենք ընդոնց չտվինք, բամկա ես սասնացուրն արժանի է անդորն։ Հերը կսեր, մհերն արժանի է։ Հմա անդոնք էլի չհավատացին ու անդոնցից իրեքն եկան փորձվեցին մհերի հետ տեսնեն անդոր խուվաթն։ Մհերն ուր խուվաթը նշան ստալու համար հելավ ու թռավ դպա առաջի պատահողը, վերցուց բան սրցուց անդոր ոտից ու էսմալ լերեց մեկելներու հետ, մեկ վերցուց ոտներուց ուր ձեռի վրեն ու կխաղցներ, էսմալ կպտտեր խաղքի մեջ։ Աղբերներն աղաչեցին, որ թողնի ուրանց ազատ ու խոստացան տան ուրենց քուրը։ Օխտ նոր օխտը գիշեր, հարսնիքերին, կերան, խմեցին, ուրախացան։ Գոհարի հետ պսակվելուց հետո մհերը մորցավ սասունն ու ուրհոր թախտը։ Չանցավ մետարի մեքանի թագավորներ ուրանց ղոշուններն մեկերած դուս եկան Հալեպի թագավորի դեմ։ Վրա եկան, որ զորով Գոհարին խլեն մհերի ձեռքից, ըստոնք մոտեցան Հալեպին ու քաղաքն փաթեցին 4 կողմից։ Ես ժամանակ մհերն քնուկ էր։ Վեր հելավ հարցուց Գոհարին, ես ինչ մարդիկ են իրար ու գլխու ժողված։ Գոհարն ասեց, ըստոնք են թագավորներն ին, որ ջոկ ընձի ու զնկան եկան։ Հերս խապեց հմնուն լե, թե աղջիկս կտամ քզի, հմա տեսան, որ ուրանք խապվածին, եկերին հորիցս հայի ֆարնին, քզի լե սպանեն ու ընձի զորով քաշին տանին։ Մհերն ասեց, ընդոնք մե են թավուր գազանչին, ընդոնք ճանճերին, ասկի մի վախենա, քանի սաղիմ դու իմնիս, ոչ մե մարդ չիշխնա մզի մեկ-մեկուց բաժնա։ Աստուց հետո լե ասեց Գոհար ջան, դե ժամանակն է, որ ճանճերը ցրվենք։ Մհերին լավ կերցուցին, խմցուցին ու մոտ բերին քուրկի ջալադին։ Եբ հմեն մի բան տեղն ու տեղը պատրաստ էր, հեծավ ուրձին ու քշեց դպա թշնամին։ Թշնամուն պատեց զարմանքն, ընդոնք երկար ժամանակ կսպասեն, թե ուրանց դեմ դուս կիգամի եկքա խոշուն։
մկամենակ մեծ ձիավոր գելնի կռվի, երբ ձիավորն մոտեցավ, ընդոնք զարմանքից ու ահից բերաններն բաց արին, քանի որ տեսան, թե ընթորցին 2 սաժենի մոտիկ բանցրութեն ունի ու նստողն լե մեծ դարի չափա։ Մհերն մոտեցավ, համբուրեց սուրբ նշանն ու ասեց. «Յա սուրբ նշան, տուր ընձիղուվատ, ձիուս արագ վասկ ու թրիս լեն տուր օրսկի չգուլնա»։ Ասեց, թռավ դպա թշնամիներն ու սկսեց ընդոնց կոտորիլ, մի կողմից էլ քուրկի ջալադը կջարդեր թշնամուն։ Այս ժամանակ Գոհարը նստեր էր պալկոնն ու կիրիշկեր ուր մարդու շարժմունքին։ Թշնամու ղոշունն ցրվելու ժամանակ մհերն բավական հեռացավ Հալեպից ու հասավ Հալեպի դուրանը։ Երբ հմնուն կոտորեց, իջավ ձիուց ու սուրբ նշանն թողեց ձիու վրա ու ինքն ոտած ճանապարհ գնալու համար այնքան հեռացավ սուրբ նշանից, օրելենի չերևա։ Էսմալենից յուց հեռացավ 10 վերստ։ Իդա սովորութենն ուներ թե մհերն ու թե Դավիթը։ Մհերի չար բախտից այդ ժամանակ այս կողմերն էր Դավթին խարդախ ձևով սպանող Համզա Փահլևանը, որ իր 12,000 ղոշունով կպտտեր Հալեպի կողմերն ու կուզեր խարդախութենով սպանի մհերին, իմալ որ Դավթին սպանեց։ Երբ որ տեսավ մհերի ձին, ինսհատ գլխի ընկավ, թե մհերն ինչ տեղագացի։ Հեռացավ ձիուց ու հրամայեց ղոշունին, որ փաթի ձիու 4 կողմն ու չթողնի, որ ձին դպա տերն էթա։ Ձինն հասկացավ, որ ուր տերն փորձանքի մեջ ա, ու կաշուց դուս եկավ ընդոր հավարին հասնի, հմատեսավ, որ հնար չկա, ուր ճամփեն փակերին խրխնջաց, հավար կանչեց։ Մհերն լե ուր կողմից հասկացավ բանի եղելութենն ու կաշուց դուս գիքեր ձիուն հասնի։ Վերջապես քուրկի ջալադին տեսավ, որ զուրա ուրան չն թողնա տիրոջն հասնի, վազեց դբա կապուտ կող։ Համզան 6 օր ուր ղոշունով չարչրվեց, որ մհերին ճոպնով բռնի, հմաչ կրցավ։ Մհերն կքաշեր կկտրեր ճոպանն։ Վրա օխտն օրվա ընդոնք ճոպանն օխտ ղատ էրին ու ընդրով բռնին մհերին։ Համզեն ուզեց սպանի մհերին, հիմա երբ միտն ընկավ, որ ընդոր հերն ու պապը Մսրա թագավորին շատ զիան ու կամբախտութին էների, վճռեց սաղ ղրկի Մսրա թագավորին, օրենի ուր ձեռով հանա ուր հայիվեն։ Համզան վախցավ, թե մհերն օխտը ճոպան լեկը կտրա, հանեց շորերը, ընդոր փաթեց դևեքու կաշիներու մեջ ու դրեց արևը, որ ես կաշիկն լե չորնան ու չարչրեն ընդոր։ Աստուց հետո տրին մհերին դևի վրեն ու տարան Մսր շորերն էլ հետը։ Մսրա թագավորն երբ տեսավ մհերին ուր թուրն գերի բերած, ուրախութենից գլոխն կորցուց ու բոլ բաշխիշներ, փեշքեշներ տվեց Համզային։ Թագավորի հրամանով մհերին գցեցին քաղաքի հորի մեջ։ Մեկ օրը հրաման դուս եկավ, թե քաղաքի ու ամբողջ տերութենի սաղ հարկատուներն էս ինչ օրն, էս ինչ սհաթին, պարտավորին հավաքվին, հորի 4 կողմն օր թամաշայենին մհերի քարկոծմանը։ Երբ Գոհարը իմացավ, որ մարդը Համզայի թալակն անկե, գլխին տվեց ու մազերն փետեց։ Հուսահատութենից ուրան սպանելու էր, երբ մեկլե միտ կերավ ու կայնեց, ինքն իրեն ասեց. «Էս ինչ բան ա, ես խոմի անգետ աղջիկ չիմ, որ հմեն տեսակ խոսքի հավատամ, բալքի էդ հմեն մոկոնած սուտ բաներին, հնչի համար ախր սպանիմ ընցի, գործի եղելութենն հլադր լավ չիդիմ»։ Գոհարը վերցուց մեծ ստական ջուր ու ըռամ գցեց։ Ուշի ուշով իրիշկեց ջրին ուր խցավ, վաստվեց հոր մոտն ու ուսեց. «Մհերն մեռած չէ,
ես ես բանը հիմցա քծած ռամից։ Մհերի մասին մի բարի լուր առնելու համար ենի մեխան բացեց, որ հմեն մեդսից եկածին տեղ տաու ընդոնցից մհերի մասին տեղեկութեններ հավաքի։ Օղտը թակավորներն որ մհերի մահվան լուրն առան, նորից եկան ուրանց խոշուններով, փաթեցին Հալեպն, որ գոհարին զորով տանին։ Հիմա մհերի ազգական սասունցիներն թասի բերին, ղոշունն առած դեմ դուսեկան ընդոնց որ մհերի կնկան ազատեն։ Ասպես երկու իրար թշնամի ղոշունների ձեռով քաղաքն փաթած մնաց։ Ընդոնցից ոչ մեկն լե չիշխներ առեջ գա ուր գործը վերջացնի։ Թողենք ստեղ Հալեպ քաղաքն ուր տեղն ու դառնանք մհերին։ Են գիշերն երբ լույս առավոտուն պտի մհերին սպանեն, եկավ հորի մոտ մե պարավ ու ըսավ. մհեր, թե որ ես քզի ազատիմ ինչ գիտաս ընձի, իմ մինուճար աղջկա հետ կպսակվիս թե չէ։ Մհերն ասեց. մե բան որ ես պտի մեռնիմ, որ պրծնիմ սաղ մնամ քու ձեռով, էլն չի համար չպտի պսակվիմ քու աղջկա հետ։ Պարավն ասեց. դե որ հմալա երթում կեր, որ խոսքդ կկատարիս։ Մհերն երթում կերավ ու ասեց. քզիլ է կպահեիմ քու աղջկան լե, ու երկուսիդ լե իմ ձեռով կթաղիմ։ Դե մկա ասեց պարավը, հլամ է փորձա էդ վրիդ կաշիքն պատրի։ Մհերն ինչքան որ ուժ ու խուվատ ուներ ժողվեց, ժխշեց ու թոթվեց ուրան, կաշիներն են սհաթին պատրվան դեն ընկան։ Ես ընելուց հետո մհերն փորած հորի միջից. տերեցի պրծա, կաշիքն սաղ պատրան դեն ընկան։ Պարավն կուչ եկավ դպա հորն ու ցած ցենով ասեց. մհեր, Էս հորի կշտին կամ է ուրիշ հոր լե, էս բանը մինակ ես գինամ, դու թե որ կրնաս մե ճամփա բաց տպա էդ հորն, գնա ենտեղ կազատվիս, այ եփ լուսուն գան, քուվրեն քար ու հող լցնեն, քարկոցին քզի, են ժամանակ ես հորից կնցնիս են հորն ու հետո լե ես կիկամ աղջկաս հետ ու քզի դուս կհանիմ։ Մհերն լե մե լանկով ճամփա բացեց դպա պարվուց հույս տված հորն ու անչափ ուր խծավ, հետո խնդրեց պարվուց հագուստ։ Հիմա ես խեղճ ու քյասի պարավն ինչ տեղից շոր ուներ որ տարընդոր, ճարը կտրած բերեց մե փալասի կտոր ու մհերն փաթթվեց ընդոր մեջ։ Հլա դեռ լույսը չբացված, թագավորն ուր ժողովրդով եկավ հորի մոտ ու հարցուց. մհեր, սաղիս թե չէ։ Ընձի դինչ թող, ասեց մհերն, կուքա ժամանակ, որ ես քու դեմ գյուրզով կրվի դուս կիգամ, կտեսնիս են օրն քու հալն։ Թագավորն այսօր լսեց, ասեց. որ նորընձի կսիրա թխմե մե քար քծահորն ու տեսնինք, թե դիել իմալ պտի իմ դեմ գյուրզով կրվի։ Մհերը փախավ մեկել հորն ու ազատվեց։ Ժողովուրդն հորը են մալ լցեց քարերով, որ մե քարե թափա առեջ եկավ ենտեղ, ես թափեն լե արջճի հալոցով ծածկին։ Գիշերը պարավն ուր աղջկա հետ եկավ հորի կողքն ու ասեց. մհեր, մե վերև իրիշկա ուտես, թե իմալ հուրի մալաքի մեկնա քու նշանացը, իմ աղջիկը։ Մհերն վեր իրիշկեց ու տեսավ, որ ընդոր վերի մռութն մե արշինից լերկենա, քնծղաց ինքնուրան ու ասեց. բայդա պտի եղնի իմ նշանացը։ Հետո լե խնդրեց որ աղջիկն իջծու հորն, պարավն ցած իջծուց։ Մհերն օլարեց ընդոր վիզն ու սպանեց։ Պարավը երբ տեսավ որ կուշանան ասեց. շուտով ելեք դուս։ Աստեղ մհերն ասեց. քու աղջիկը կսա առեջ ինձ դուս քաշիս, հիմա ես կուզիմ որ առեջ աղջիկդ քաշիս։
Առեջ քզի դուս կքաշի մսեց պարավը, ասեց հորի բերնին դրեց մեզ շատ հաստ խարջկատ, ճոպնի մեծերն կապեց խարջկթից, մեկել է ցած թողեց հորի մեջ։ Մերն ծերից բռնեց ճոպանը ու yavaş դուս եկավ հորից ու իմալ ինքն էր երթվե օլրեց, պոկեց պարվու գլոխն ու ճանդակն գցեց հորը, էսպես երկսին լե թաղեց ենտեղ։ Փաթթվելով պալասի մեջ, մերն գնաց տպա քաղաք։ Ճամփին ընդորը ռաստ եկավ մի եկամարդ անունը Ավդալ։ Ըստորող աղբորը մհերն սպաներ էր կռվու մեջ ու այս պատճառով լե Ավդալն ուզեց հայի վառնի ընդուց։ Ցերի թագանակով օղտ թրփ հասնի ընդոր գերեզմանի թամբին։ Մհերն այս բան նոր հիմցավ, մեկ կոմբ տվեց Ավդալին տեղն ու տեղը սատ գցուց։ Հետո հանեց վրայից շորերը, հագավ ու շարունակեց ուր ճամփեն։ Երբ մտավ քաղաքը գնաց քրիստոնեքի թաղն։ Այստեղ տեսավ Օրմետան մեջ ժողվերին քրիստոնյաներն ու ուրան հոգու հացն կուտին, յանի թե ինքն մերերա, ուրան լեմեաման կերակուր տվին, կերավ կշտացավ, հելավ ու նստեց են տեղն, ինչ որ մհերի մահվան հիշատակ նշանակ էր դրված, ու ես նշանակ տեղի վրեն նստած ընդոր մերելաթասերը կխմեր կթարտգեր։ Մերել հաց ու տողներն ես բան նոր տեսան հերսոտան Ավդալի վրեն ու հասկացուցին, որ ինքն արժանի չէ մհերի հիշատակ նշանակ տեղին նստի ու ընդոր հիշատակն անպատվի։ Արծիվ մհերի դիմացսին ընդոնք դու մի քոր ագրավիս։ Ես որ լսեց մհերը հարցուց, ըստեղ հմենք տլե քրիստոնյայիք, մեջներդ իհո ասկ չկա։ Եբ հիմցավ, որ ընտեղ այլ ասկ չկա, ցածր ձենով ասեց ես մհերն իմ ու պատմեց մեկ-մեկ թե ինչ թավուր ինքն ազատվեց հմենն լե ուր խցան ու տվին հնդոր ուրան շորերն որ ուրանց մոտն էր ես ժամանակ մհերն ուզեց մի լավ երիտասարդ ուր գդակը կապուտ կող տանա ես սահատին տվին մի երիտասարդ մհերն ասեց ընդոր Եբ մտնիս կապուտ կող, ձիզ կտակիս հոտը կարնի ու քու հետևից կընկնի կիկա, ընդոր կպերիս հալեպի դուրանը, երիտասարդն գնաց կապուտ կող, ինքն մհերլ է մեշոկի մեջ տեղավորեց ուր շորերն ու գնաց հալեպ, հալեպ որ հասավ, գոհարի մարդիկ ընտեսան մհերին ու տարան գոհարի մոտ, ճամպեն Չուրի գոհարին հասնելն ուր հանակներով գոհարի ճամփած մեկ քանի մարդկանց յարալու երեց։ Եբ գոհարը հիմցավ, որ Ավդալը Մսրից եկերա, հարց ու փորձ երեց մհերի մասին։ Ավդալն էս հարց ու փորձին պատասխանեց. Հեմնուց առաջ կշտացու ընձի ու հետո հարցու ինչ սիրտդ կուզա։ Ենոր կուշտ կերծուցին։ Կերավ մեկ քանի պուտուկ միս ու խմեց մեկ քանի կուշ գինի, կշտացավ ու ասեց Երթում կուտիմ ուրանասու անունով, որ մհերն սաղա, ու ասոր իդա ծերովս կերակուլ կերծուցի մհերին։ Նշան տվեց ուր ծերները։ Ես որ լսեց գոհարը անչապ ուր խցավ ու խնդրեց Ավդալին, կաց մոտս չուրի մհերը կա։ Մեքանի ժամանակից հետո Ավդալն ուզեց տեսնի ղոշունն ու գնաց օղտ թագավորներու մոտ։ Տեսա, որ օղտ թագավորները նստերին մեջ տեղն։ Ընդոնց չորս կողմն ղոշուն նակոմ է ու սալդատներուց ամեն մեկն բռներա ծերն մեվ ոսկոր ու կկրծա։ Ավդալը խնդրեց ուրան միստան, սալդատներուց հմեն մեկը տվեց ընդոր ուր օսկրից։ Մհերն ուր չուխի փեշն բռնած կստանար օսկրներն ու կկրծեր ընդոնց վրեկի միսն ու չոր օսկրներն էլի կկցեր փեշն։ Եբ վերջացուց կրծելն սկսեց հանակ ենել, վասկի տարու հետո փեշերն բաց կեներ, օսկրներն կշփրտեր էս ու են կողմ։ Կպատմին, որ հմեն մե օսկրով 30 մարդ կսպաներ։ Հերվից գոհարն կտեսներ ես հմենն ու երկյուղ կեներ չեղնի, թե Ավդալն սպանվի։ Վերջ Ավդալն ետ եկավ ու պատմեց հմենն գոհարին։ Մեկ էլ առավոտն Ավդալն գնաց մհերի ազգական սասունցիներու ղոշունի մոտ
օրեկեր են օղ թակավորներու դեմ կրվեն։ Գոհարն երկար ժամանակ խնդրեց Ավդալին չվնասի սասունցիներուն։ Ավդալն լե խոսք տվեց չվնասի։ Եփտեղ հասավ տեսավ որ ստոնք լե մսրա քրիստոնեքու նման մհերի մահվան մերլահացն կուտին։ Ավդալին որ տեսան համեցեք երին հաց ուտի։ Ավդալն պուպուզավ ու սկսեց ուտել, երբ կշտացավ, ելավ նստավ մհերի հիշատակ նշանակ տեղի վրեն։ Վեկոնես որ տեսավ, սիլով տվեց Ավդալի երսին։ Հիմա աստեղ Ավդալն առանցի մեկ խոսքի բռնեց ընտոր բգից ու ծեփեց գեդին։ Մենց տղենեկավ օգնելու հորն, այսօր լե այնպես պարկացուց հոր վրեն, Են մեկ էլ տղենեկավ հորն օգնութենի, այսօր լե պարկացուց ուր չոչ աղբոր վրեն, էսմալ վեկոյի տղեկոց հմենին շարեց մեկ-մեկու հետևից հոր վրեն, ու ես բիրադնուց հետո լե թորոսին դրեց ընդոնց վրեն ու բարդակոլոն երեց, հետո հմնուն լե բաց թողեց։ Եպենի տուն եկավ գոհարն հարցուց, չվնասեցիր հո ընդոնց գլխավորներուց մեկն ու մեկին, Ավդալն ասեց, ես սասունցիներու սովորութենն լավ կինամ, ուրանցից մեկն ու մեկ նոր կրվու տաշտ կսպանվի, կթողան կռիվն ու տուն կեթան։ Այ ես պատճառով լե ոչ մեկին չսպանեցի, որ չհերանան էստեղից։ Ես բարից հետո գոհարն ուզեց, որ Ավդալն չհերանա ուր մոտից։ Ավդալն համաձայնվավ։ Ենի կես գիշերին ուր տեղից վերելավ, հակավ ուր շորերն ու ուր մհերի իսկական ցենովն կանչեց գոհարին։ Գոհարն զարթնեց ընթորցենից ու ինչ տեսավ, ուր առեջն է կայնել մհերն ուր փառք ու փելով։ Գոհարն ուրախութենից չգիտեր ինչ էներ, գրկեց ու համբուրեց մհերին, հիմա մհերը չսպասեց, ասեց, իմ թշնամի օղ թակավորներն կիմանան իմ տեղն ու կբռնին ընծի, քանի որ ձին տագս չի։ Աստեղ պատմեց գոհարին բանի եղելութենը։ Մհերն կնաց նշանակած տեղն ձին ստանա են երիտասարդից, որին կապուտ կող ճամպեց։ Օղտ վերստի վրա ձին ուր տիրոջ գալը հիմցավ ու խրխնջաց բանցր ձենով։ Մհերի թշնամի թակավորներն լսեցին ձի ու խրխնջոցն ու վրա եկան ընտոր բռնելու։ Էս միջոցին մհերն հասավ ձիուն հեծավ ու հարցակվեց թշնամիներու վրեն, ստոնք մհերին տեսնելուն պես, ահից ու զարմանքից քար կտրան, չգիտեն ինչ են։ Մհերն մեորվա մեջ բիրատնուն սրբեց, մեջ տեղն մնացին սասունցիները մինակ։ Աստեղ Համզա Փահլևան լե սպանվեց։ Սասունցիներն որ տեսան մհերին խնդրվան, ետ գան նստի ուր հոր թախտին։ Հիմա մհերն չհոժարվեց ու կսեր, ընձի համար հմեն մետեղ լե թակավորական թախտ հազրա, ու ըսկի չեմ ուզագա ընձի ենմալ խայտարակ ենող ազգականներու ծերից թախտ ստանամ։ Ըստուց հետո մհերն ետ դարձավ Հալեբ, ուր աներոջ համաձայնութենով նստեց Հալեպի թախտն։ Հնցան օրեր, ամիսներ ու տարիներ։ Մհերն հմեն ժամանակ լե լավ կկառավարեր ուր տերութենն։ Մի անգամ զարթնեց ու պատմեց գոհարին, որ գեշերազա տեսե, կնիկն խնդրեց որ պատմա։ Մհերն պատմեց, գիշերս ընձի յանի թե սպաներ են ու շորերս արնով ներգե։ Գոհարն ուր մատնիկով ըրամ գցեց ու սեց, ասոր տնից դուս չելնիս թե չէ կսպանվիս։ Մհերն լսեց կնկան ու չուրի կեսոր տնից դուս չելավ։ Կեսորվան դուս եկավ պալգոնն, իրիշկեց հավին ու տեսավ, արևելքից քաղաքին կմոտենա թոզ ու տուման, Եբ ես բանն ենի հայտնեց գոհարին ենի հերսոտեց վերևն ու ասեց պալկոն մի կայնի։ Մհերն ուր կնոջ խոսքին անկաչ չդրեց։ Կանգնած մնաց պալգոնն ու կիրիշկեր Հալեպին մոտեցող թոզ ու դումանին։ Ես ժամանակներն արևելքի մեջ կապրեր մե Փահլևան, անունն խոր մանուկ։ Ենի փախցրել էր մաղարի մեջ ապրող աստղունքի կին դեղձունին ու տարել էր ուր մաղազեն։ Աստղունքն լե Փահլևան էր որ աչքի կընկներ օդի մեջ թռնելովն։
Աստղունքն ուր թշնամի խոր մանուկին 2 տարի հանգիստ չիտեր, վերևից ընդոր գլխուն կզարկեր հմեն ժամանակ ու կուզեր, որ հայիվ նարնի ընդոր սպանի դեղծունի աչքի առաջ։ Խոր մանուկը խնդրեց բոլոր փահլևաններուն, որ գան ուրան մե օգնութեն ենին, ազատին աստղունքի ձեռից։ Հիմա հմենն լե երգյուխ կենին աստղունքից ու չեն կա օգնութենի։ Վերջ խոր մանուկը գնաց Սասնա թագավոր Վեկոյի մոտ ու ընդոր պալատի առաջ կայնեց երգեց, զարկեց ընձի չուրի հալեպ ու չտվեց հանգիստ մեհոր։ Զարկեց ընձի չուրի Սասուն, հասիր օգնիր փրկիր դու ինձ ով քաչ Վեկո։ Վեկոն տեսավ խոր մանուկին, որ կայներ կաղաչեր ուրան, աստղունքն է վերևից կզարկեր ընդոր գլխուն, աստեղ խոր մանուկն կպաշտպանվեր ընդուց ուր խալխնով, գլխուն բռնած պահելով խալխանն։ Վեկոն այսօր տեսավ ասեց, աստղունք զարկ ինչքան որ քեֆդ կուզա, ես օգնել չեմ կռնա։ Ըստուց հետո խոր մանուկն վճռեց մհերից օգնութեն խնդրի։ Մհերն էտորն ուրան թիմավորող խոր մանուկին էր, որ կտեսներ իմալ որ մե թոզ ու թուման։ Հլատր կոհարն ուր խոսքը չար վերջացուցեր, և բալկոնի տակ կայնեց խոր մանուկն ու ուսեց ուր օգնութեն կանչող երգն, դիմեց ըստեղ մհերին աղաչանք երեց։ Մհերն խոր մանուկի աղաչանքն լսելուն պես դարձավ աստղունքին ասեց, աստղունք, չհամարձակվիս հալացել խոր մանուկին, ենի ուրան իմ տուրը կցեց, ես լե անօգնական չեմ թողա ընդոր։ Աստղունքն ըստեղ տեսավ, որ մհերի տանիքին կամ մե եկա գյուրզ, վերցուց ես գյուրզն ու են մալ մե թապով զարգեց մհերի կամքին, օրենի գլխկոնցի ցած ընկավ բալկոնից ուշքը գնաց։ Աստղունքն հետո քաշեց ուր խանչալն, ուզեց մհերի վիզն կտրի, կոհարն էսվաղ ծծերեն դուս կցեց ու աղաչանք երեց աստղունքին, որ խնայի ուր մարդուն։ Այսօր տեսավ աստղունքն խնայեց մհերին ու վերև թռավ։ Երբ մհերն ուշքի եկավ հարցուց կնկան, ես ինչ երիր դու։ Կինաս թե ես չտեսա իմալ ծծերըտի բացերած խնդրվար իմ թշնամուն որ խնայի ընցի։ Հաստատ պտիկի ծածեղնիս, ընցի համար ավելի լավը մեռնիմ, քան թե թողնիմ թշնամին տենա իմ կնգա ծծերն։ Կերտվում ասու անունով, օրող տարի պտի աղբոր նման ապրիմ քու հետ, թուլե քրոջ նման իմ հետ։ Ես ժամանակն ես լե իմ թշնամուն պտի սպանիմ քու աչքի առաջ։ Ես ասելուց հետո ենի թամքեց ուրոտ թռնող ձին ու ասեց, Բեջան, դու պտի բռնես աստղունքին ինչ տեղ լեն եղնի, եղնի վերև երկինքն, եղնի ներքև գետինքն։ Ես խոսքից հետո ենի կորավ աչքից։ Շուտով գտավ որ թշնամունը ընդոր ենմալ մե խայտարակ ձևով հաղթեց, որ աստղունքն ըստեղ ճարը կտրած ուզեց դիմի գոհարին խնդրի օգնութեն, մհերն լե էտ կուզեր։ Երբ ընդոնք հասան մհերի պալատին, գոհարն լսեց խալմախալի ձեն ու դուս եկավ բալկոն։ Մհերն ըստեղ ուր երթումն կատարեց, գոհարի աչքի առաջը սպանեց աստղունքին։ Գոհարն շատ խնդրեց մհերին որ չհեռանա ուրանից։ Հիմա մհերն ուր երթումն չմորցավ, օղտը տարով հեռացավ գոհարից ու կապրեր մեծ դուրանի մաղարի մեջ։ Ըստեղից ենի սուտ լուրեր տարածեց թե մհերը հիվանդա, ընդոր ջանն սաղ ու ռուցքա։ Այսօր լսեցին դոր թշնամիներն եկան փաթեցին մաղարեն որ հիվանդ մհերին բռնին սպանին։ Ըստեղ մհերն հմեն ժամանակ լենդոնց կփչացուցեր ուր եկա գյուրզով ու թրով։ Ես բանն եղավ մի քանի անգամ, չուրի օրը ընդոր թշնամիներու քոքն կդրվեց։ Վրա օղտը տարվան մհերն տրուստորեն մալ մե հիվնցավ, որ ոչ թե չր կրնա գյուրզն ձեռն առնի, հլադար մինչի անգամ չր կրնա ոտի կայնե։ Ես բանն հիմցան ընդոր նոր թշնամիները Հիմա չհավատացին ուրանք ուրանցսին, ընդոր միտքն էլի ծուրա, կուզա առաջվապես սուտ լուր հանի, ուրանց լե խապի, պաղի քաշի ու բիրադնուն ճարդի։ Ես պատճարով լե չիշխցան ընդոնք կրվուտ ուզգան։
Երբ Մհերի դրած օղտը տարվա պայմանի ժամանակն լրացավ, Գոհարն տեսավ, որ Մհերն էլի չերևա ու գլխու ընկավ, որ ընդորմ է փորձանք պատահած գեղնի։ Ենի դեղձունին ու խոր մանուկին հետ նռած գացին իրեքով մանգան Մհերին։ Դեղձունն ու խոր մանուկն չուրի էսօր, քանի Մհերն հեռացել էր ուր տնիցն, կպահեն կխնամեն ընդոր տունն։ Մհերին ըստոնք գդան կիսամեռ։ Դեղձունն բժշկութեն կիներ, բժշկեց Մհերին ու մեկ շաբաթվա մեջ սաղցուց ընդոր։ Ետ եկան հմենն ու Գոհարն և Մհերն էլի ապրան մետեղ։ 5 տարի ընդոնք հանգիստ կյանք հնցուցին։ 5 տարուց հետո կռապաշտ թագավորներուց մեկն ուզեց սպանի Մհերին ու պահանջեց ընդուց ճանչնա ուր իշխանութենը։ Էսօր լսեց Մհերն բարգացավ ու վճռեց կոտորի աշխարհիս հմեն կռապաշտներուն։ Հեմնուց առաջ ենի կնաց ուրես թշնամութեմ ու մի օրվա մեջ ոչնչացուց ընդոր։ Գոհարն էս օրերուն 2 հոգով էր։ Երբ Մհերն տպամ եկել թշնամիներն կնաց ասեց, թե որ տղա բերիս անունն տիր Հովհաննես։ Մհերն լավ գնաց արևելքի կռապաշտներու դեմ, ընդոնց բիրադնուն կոտորեց ու շարունակեց առաջ եթալ։ Օղտ տարի անվերջ կռվեց արևելքի կռապաշտներու դեմ, հաղթեց հմնուն ու ուրան հպատակ դարձուց։ Աստուց հետո ենի ետ դարձավ, որ թինչնա, որ հետո ուր սուրն արևմուտքի թագավորներու դեմ դարձում։ Թաղ աստեղ ենի հալեպետա ու մենք լե հետ դառնանք տպա Գոհար։ 9 ամսուց հետո Գոհարն բերեց մետղա, անունը դրեց Հովհաննես, իմալ որ Մհերն էր ցանկացե։ Հովհաննեսը հոր նման զորեղ էր։ Երբ 14 տարեկան դարձավ հարցուց մորը, իմ հերը բա ինչ տեղա, ուրա։ Քու հերն բալես, կկռվի արևմուտքի թագավորներու դեմ։ Թե որ էդմալ ասեց Հովհաննեսն, ես լե կեթամ կգտնեմ իմ հորն ու ընդոր կոմակ կենեմ։ Ես ասելուց հետո ենի պատրաստեց ձին ու գնաց հորն օգնի արևմուտքի թագավորներու դեմ։ 30 օր հնցավ է նորից, երբ Հովհաննեսն ուր հոր տնից դուս եկավ։ Մհերն հալեպ վերադառնալիս մի օր տեսավ մի եկքա նորահաս տղա սիվտակ ձիու վրա կեթար խալին մեշի միջով։ Ենի կեղներ 14-15 տարեկան։ Ընդոր երեսն կփել էր ինչպես մի բրոնզ։ Քիթն նման էր արծվի քթին, ճակատն լեն էր փահլևաններու մեյդանի նման, են լեն ճակտի ներքևն 2 բոց աչքերն կսից թե անհաղթելի ասլաններ եղնեն, թարթապներն կնմանեն արծվու թևերուն, երկեն վիզն պղնձի կարմիր գուն կիտեր, անքչներն կսից մաղարեքներու եկա դռներ եղնեն, թոր ավազակներ կբնակվին։ Վզի վրեն նստած գլոխն կսիս մեհպարտ սար եղներ, մազերն լե կսիս վարդի խաս ու 4 ճղներ եղնեն, պնչներն իմալ որ կրակ փնչող սարերու բերաններ են, ուրանց դուս ունես քաշող ամպանման բուղով, բրկներն ենպես հաստ ու պինդ են իմալ որ բերդի պատեր, ու կծածկեն ընթոր գրվանքանոց ակրեքն, Ես ակրեքն հարիր պուտուկ կերակուլ ուտելուց չն բեզրի, դոշը լեն էր ու կլոր թապի պես աչքի ընկնող, ձեռներն չինարի ծառու ճղներու նման երկեն ու պինդ են, մատներն մարդ կկարծեր Կավկազի մանկերի մատներ եղնին, եղունգներն պինդ են իմալ պողպատ, բոյը 3 սաժենի ձևել էր, մե խոսքով ենի մե իսկական ահու դող էր, ուր թշնամիներու համար։ Մեշի մեջտեղ ենի իջավ, հաց կերավ ու հետո պարկեց կանանչ խոտերու վրա քնեց։ Ես ժամանակ Մհերն ետ կդառնար հայրենիք ու երբ կնցներ մեշկի միջով տեսավ ջհելին կանչի վրեն քնած, մոտեցավ ընդոր, իր իշկեց ու սարսափեց, ուրձին շատ պստիկ էր ընդոր ձիուց, ուր նետն շատ կարճ էր ընդոր նետից, ուր գյուրզն շատ թեթև էր ընդոր գյուրզից, մե խոսքով, ես անծանոթն հմեն կողմով բանցր էր ուրնից։ Դողաց Մհերն ուսեց, Տեր Աստված,
Ես կհավատամ, որ երբ քնից ելնի պտի մեռնի մեզ ջհելի ձեռով, դոր համար լավ է, որ ես ուրանը սպանիմ, քանի քնածը։ Ես ասեց ու նետն խրեց անդոր սիրտն։ Ջհելն վեր թռավ քնած տեղից, դուս քաշեց նետն ուր սրտից, ուզեց հարցակվի ուր խարդախ թշնամու վրեն, անդոր կտոր-կտորենի հմա ուժից ընկել էր, չկրծավ, մեռնելու վրա էր։ Շունչը փչելու հրոպեին ասեց, աղ դու նամարդ մարդ, սպանեցիր ընձի, հմա հիմցիր, օր քու արժանի պատիճդ կստանաս իմ հորից։ Քու հերն որն է, հարցուց մհերն, իմ հերն սասունցի մհերն է, ես եկա որ անդոր օգնիմ, ուր կռվու մեջ։ Անբախտ հերն աստեղ վայ տվեց գլխում, լաց եղավ, տղին թաղեց։ Մհերն հեծավ ձին ու քշեց տպա հալեպի դարպասներն ու կանչեց ընտեղից գոհարին։ Գոհարն ճանչցավ մարդու ձենն ու դեմ դուս եկավ։ Եբ տեսա, որ Հովհաննեսն չկա հարցուց, բա ուր է Հովհաննեսն։ Մհերն խափեց կնկան ու ասեց, գացիրա ավ ուղուշի, իրիկուն կիկա։ Ես լեկա որ խզի վերցում հետս ու եթանք անդոր մոտ ավ ուղուշի, իրիկուն տուն ետ գանք։ Ես խոսքերուց հետո գոհարն նստեց մարդու թարքն ու մհերն ձին քշեց դպավան։ Աստոր մոտերն կամ է եկքաժերքար, մհերն կայնավ է ժերքարի արջև ու ասեց, ով Տեր Աստված, որդուս մեռնելուց հետո ես էլ ապրելու արժանի չիմ, դոր համար լե թող պատրվի ես ապարաժն ու ինձի ու իմ կնկան տեղ տա ուրան մեջ։ Ես խոսքի վրա ժերքարն երկու մասի բաժնվեց, մհերն ձին քշեց անդոր մեջ։ Ժերքարն երկու կողմից վրա եկավ ու միավորվավ նորից։ Ենի ուր մեջ առավ մհերին, կնկան ու ձիուն։ Ջուրի մկա Էդ ժերքարի մոտեն ընցնողը մեն մեծ ճամփորդ ուրբաթ օրերին կլսային տեղից անբախտ ծնողներու լացն ու կոցն ու մհերի քուրկի ջալլադի խրխնջոցն։